Այսօր խոսել եմ ու խոսքիս վերնագիրը անգամ այսպես է. ում համար ես դու կանչված։ Ում համար ես դու կանչված։ Ում համար ես դու կանչված։ Ոչ թե ինչի համար ես կանչված։ Ում համար ես կանչված։ Երբ որ դու ում համարը փոխում ես ինչի համար, դու դառնում ես նյութականի գերի, բայց երբ որ դու հասկանաս ում համար ես կանչված, դու կդառնաս մարդկանց ծառայող, մարդկանց փրկող, մարդկանց առաջնորդող, մարդկանց մահից կյանք բերող։ Եթե ես ու դու այս կարևոր բանը չընկալեցինք, նշանակում է մեր ամեն տաղանդները, պարգևները, շնորհքները, կարողությունները մենք հոդս ենք ցնդեցնելու, վատնելու ենք ու դա ավելի վնասաբեր ալնելու մեզ համար, որովհետև մենք հաշիվ ենք տալու օրերից մի օր Աստծո առաջ, թե ինչ ենք արել տաղանդներով, պարգևներով եւ ում համար ենք արել կամ ում համար չենք արել։ Դա շատ կարևոր է։ Ուրեմն, եկեք մեր խոսքին հետևենք այսօր, ես հավատում եմ Սուրբ Հոգին ստեղ է ու ինքը բան ունի անելու մեր սրտերի հետ։ Խնդրում եմ, թող քո սիրտը չփակվի, քո մարմնավոր միտքը թող քեզ չխանգարի։ Թույլ տուր, որ Սուրբ Հոգին այսօր քեզ հետ աշխատի, որտեվ ես այսօր չեմ ուզում ձեզ ծառայեմ։ Ես այսօր ուզում եմ ձեր հետ աշխատեմ, որտեվ Սուրբ Հոգին ուզում է աշխատի այսօր իր ժողովրդին։ Գիտեք ինչի, կա ստե ինչ որ մի մարդ, որ նոր մարդ է։ Կա նոր մարդ, որ առաջին անգամ եկե, չկա։ Ահա, նշանակում է ես այսօր ձեզ չեմ ծառայում։ Նշանակում է ես այսօր ձեզի ուղղակի ձեր հետ աշխատանք եմ անելու Սուրբ Հոգու հետ միասին, որտեվ եթե նոր մարդկանց ծառայությունը կանգնում է, նշանակում է մենք եկեղեցին կարիք ունենք ապաշխարության ու կարիք ունենք պատվերին հնազանդվելու, որտեվ եթե ես ու դու չբացվենք կորածների փրկության համար, մենք մեծ սխալ թույլ կտանք մեր կյանքում։ Գիտեք, երբ որ դու քո վրա ես կենտրոնացած, ուզում ես որ սա քեզ ծառայեն, դու արդեն վտանգի տակ ես, դու պետքա դուրս գաս այդ մթնոլորտից, որ սկսես ուրիշներին ծառայել, որտեվ Հիսուսը ծառայում էր մարդկանց այս աշխարհում, բայց աշխատում էր աշակերտների հետ, իրան հետևորդների հետ, ովքեր իրան հավատում էին, ու այդ իմ դուրը շատ գալիս է։ Հիսուսը հստակ գիտեր ում համար է ինքը կանչված։ Դրա համար Ղուկասի 19:10-ում նա հստակորեն հրատարակում է, թե ինքը ում համար է եկես աշխարհ։ Թող ամեն մեկը ասի ում համար, սա շատ կարևոր է։ Հիսուսը շատ հստակ ասում է այս խոսքերը, երբ որ Զաքեոսի տան մեջ փրկություն է բերում, ասում է, որովհետև մարդի որդին եկավ, որ որոնե եւ ապրեցնե կորածին։ Անկեղծ մտածի, էլի խնդրում եմ, ում համար ես դու կանչված։ Եթե դու քո վրա ես կենտրոնացած, դու քո համար ես ապրում, դու մեծագույն վտանգի տակ ես, սա ուղղակի վտանգ է։ Գիտեք, որովհետև դու արդեն ում համար ապրելը փոխել ես իր գլխավոր նպատակից։ Դու ապրում ես քո համար։ Եթե քո համար ես ապրում, քո կողքի մարդկանց ձեռք չես էլ պարզելու, քո կողքի մարդկանց չես էլ փրկելու, դու արքայության համար անգամ պիտանի չես դառնալու։ Անգամ Աստծուց ծնված զավակ ես, եթե քո համար ես ապրում, դա այս աշխարհի պրոպագանդան է։ Երկնքի պրոպագանդան այդպես չի։ Երկնքի պրոպագանդան ասում է դու քո համար չես կարող ապրես, որտեվ Հիսուսը այդ օրինակը ոչ մեկին չի տվել։ Հիսուսը ասել է ոնց որ ես եմ իմ կյանքը դրել, դուք էլ այդ ձև պետքա ձեր կյանքը դնեք։ Սա է երկնքի պրոպագանդան։ Եթե երկինքը ասում է դու պետք է ապրես ուրիշների համար, ապա այս աշխարհը ասում է դու պետք է ապրես քո համար։ Առաջինը երկիր գալու այս ծրագրի մեջ ինքը բացում է իր ամենաառաջնային ուղղվածությունը։ Ես ու դու եթե այս հարցում իր հետ չենք, ուրեմն մեր իր հետ լինելը վտանգի տակ է։ Չեմ ուզում վախեցնեմ, բայց ուզում եմ այսօր սթափվենք մենք։ Տեսեք, ինքը շատ հստակ ասում է, որտեղ մարդի որդին եկավ, որ որոնե եւ ապրեցնե կորածին։ Ստեղ կան մարդու որդիներ։ Ահա։ Իսկ պատկերացեք մենք հետո գիտենք, որ ինքը Աստծո որդի է, չէ՞, որովհետև դա հետո է բացվում։ Որովհետև եթե մարդու որդին զբաղվում է փրկության գործով, ապա բացվում է Աստծո որդիների ճոխությունը, որտեղ շատ մարդիկ փրկվում են, Աստծո որդի են դառնում։ Ուրեմն մարդու որդիներ, հասկանում եք ինչով պետքա դուք զբաղվեք։ Դուք կանչված եք փրկության գործի մեջ, դուք չեք կարող էսի անտեսեք։ Էսի ամենակարևորն է, Հիսուս ասում է, թե մարդը ինչ գործի համար է կանչված, որ ոչ թե մարդկանց սպանի, կողոպտի, վնասի, այլ փրկի։ Հիսուսը իր օրինակով կարելի ասել ամբողջ պատմության էջերը փոխում, նա ուզում է, որ ես ու դու իր հետ լինենք։ Նա չի ուզում, որ մենք մեր համար ապրողներ լինենք։ Դա դժոխքից եկած մտածելակերպ է, խնդրում եմ։ Մի մտածեք, ձեզ էլ համոզեք, դե մի քիչ էլ քո համար է պետք է ապրես։ Դու կանչված չես այն պահից, որ Հիսուսին ընդունել ես քո համար ապրելու։ Դու կանչված ես կյանք դնելու, կյանք դնելու։ Գիտեք, երբ որ մարդը ընտանիք է կառուցում, հասկանում է, որ իր համար վերջացավ իր համար ապրելու ժամանակը։
Որտեւ ինքը պետք է կյանք դնի ուրիշների համար։ Ուրեմն Հիսուսը շատ կոնկրետ բացում է իր կենտրոնական նպատակը, թե ում համար է եկես աշխարհը։ Եթե մենք իրան չզգանք կամ իրան չընկալենք այս հարցում, մենք գնաց կբաց կթողենք։